Ես միշտ թերահավատորեն եմ մոտեցել այն պնդմանը, թե իբր այս գիրքը ընթերցողին գեթ մեկ րոպե չի կտրի ընթերցանությունից կամ նման մի բան, ու ես հասկացա, որ էդ իրապես էդպես ա, երբ կարդացի սա ֆանտաստիկ գերհզոր գործ ա իսրայելցի գրող Մայք Հոմերի կողմից։ Պատկերացրեք, այս գրքի սյուժեով կարելի է մոտ 15-ից 20 մասանոց սերիալ նկարահանել շատ որակով։ Այս գրքում ամեն ինչի մասին խոսվում է։ Սա բազմաժանր գիրք է, անգամ վերնագրից դատերով չեք ասի, բայց թեկուզ եւ կատակերգությունը կա, բայց շատ քիչ։ Մայք Օմերը դրա մեծ վարպետն է, ինքը նաեւ խաղերի ստեղծող է իր երկրում, շատ հայտնի գրող է ու շատ լավ հեղինակ, շատ ստացված գրող ժամանակակիցներից մեկը։ Այս գրքում ամեն ինչի մասին խոսվում է, ամեն ինչի, սեյրական մարդասպանություններ, էլի դաժան կադրեր, փշաքաղեցնող տեսարաններ, կիբերհանցագործություն, Darknet-ի ռիսկերի մասին, հոգեբանական ծանր կեցության մասին, ստեղ էլի դուք ծանոթանում եք քննչական որոշ գաղտնիքների հետ, ինչպես են աշխատում դետեկտիվները, ինչպես են աշխատում քննիչները, ինչպես է աշխատում մարդասպանը, վամպիրիզմի մասին է ստեղ շոշափում նաև ու տենց շատ տարբեր բաներ։ Այս գրքում ամեն ինչ կա։ Այս լավ որակի, այս ժանրի հրաշալի գիրք ես դեռ իրոք կարդացած չէի։ Ես շատ քիչ գրքեր եմ գնահատում 10-ից 10, պատկերացրեք, որ հնարավոր չի ուղղակի սա 10-ից 10 չգնահատել, եթե ամբողջ գիրքը կարդալու ընթացքում քո մարմինը փշաքաղում է, մանավանդ ամենավերջին տողերի, այդ ամենավերջին տեսարանների մասին է, երբ որ խոսքը գնում։ Թվում է, թե մարդասպանը բացահայտվում է, թվում է, թե գործը դուրս է գալիս ջրի բայց իրական խաղը դեռ նոր է սկսվում։ Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը այն մարդկանց, ովքեր որ սարսափ թրիլեր դետեկտիվի մեծ սիրահար են։ Մայք Օմերի խոսքով, ինչպես նաև շատ հեղինակների, այս գիրքը իրան օգնել է գրել իր կինը։ Շատ հեղինակներ դրանք հանրայնորեն խոստովանում են ու դա շատ լավ է։ Մայք Օմերի մասին շատ չեմ խոսի, ամեն դեպքում իսրայելցի գրող է, թեկուզ եւ հիմա գիտենք Իսրայելը ինչ իրավիճակում է գտնվում ընդհանրապես մարդկանց վերաբերմունքի հարցով, բայց ամեն դեպքում իսրայելցի գրողը շատ հրաշալի գիրք է։ Իսրայելն էլ ի դեպ դարձավ 39-րդ երկրի գրականությունը, որ ես կարդում եմ։ Ես շատ ուրախ եմ ու ես շարունակում եմ այս տեմպերով։ Աջակցություն։